գրադարանից վերցրեցի 2 հատ graphic novel ու ինչ սկսել եմ գրադարան գնալ, անընդհատ միշտ այդ նույն հատվածն եմ գնում ու ինքս ինձ մի ձև զսպում, որ մի 10 հատ գիրք մի անգամից չվերցնեմ, այլ հատ-հատ, սենց հերթով հանգիս հերթով բոլորը ընտրեմ, նայեմ ու չմտածեմ, որ աշխարհի վերջն է ու մի անգամից պետք է բոլորը վերցնել։ Մի այլ տիպի սկսել է դուրս գալ graphic novel-ները ու հիմնականում իլյուստրացիաները ու այդ արտիստի ստիլը, որտեղ երբ որ ես վերցնում եմ, նայում եմ, որ իլյուստրացիաները, գույները, ստիլը իմ սրտով լինի, որ կարողանամ կարդամ ու այս անգամ էլ էլի վերցրել եմ իսպաներեն, որովհետև այդ բոլոր graphic novel-ները հիմնականում իսպաներեն են ու կատալերեն ու իրականում սենց ավելի հեշտ է իսպաներեն սովորել, երբ որ նկարներով այլ ոչ միայն ուղղակի գիրքա, մենակ բառերով, տառերով, այլ նաև նկարներով, կոմիքսի պես։ Եկեք այսօր միասին unboxing անենք իմ նվերը, սենց մի հավաքածու եմ ստացել, Rituals-ից, Sakura-ի հոտով, տարբեր խնամքի միջոցներ, ու արդեն անգամ առանց այս արկղը բացելու, այդ Sakura-ի բույրը այնքան ուժեղ է ու հաճելի։ Ես իրականում միշտ երբ որ ընտրում եմ տարբեր տիպի կրեմների կամ դուխիների հոտեր, ընտրում եմ ավելի քաղցր հոտեր, օրինակ վանիլ, կարամել եւ այլն։ Ու այս իրականում իմ առաջին, սենց այսպիսի ավելի ծաղկային բույրով կրեմներն են, ու այստեղ միայն կրեմներ չեն, նաև կա մոմ, իրականում այդ երևի ամենամեծ բանը չի այս սեթից, բայց ամենամեծ բանն է, ինչի վրա ուրախացել եմ, այս մոմն է, շատ անուշ հոտ ունի, Sakura-ի հենց ծաղիկների հոտն է, բայց նաև կա թեթև, սենց քաղցր բամբակի, այն bubble gum ծամոնի հոտ, սենց վարդագույն գույնի, լավ ծանր կերամիկայից մոմ է, այստեղ կա նաև մարմնի կրեմ, rice milk and cherry blossom, այս երրորդ պրոդուկտը foaming shower gel է, այսինքն լողանալու գել է, բայց ինքը փրփռում է, օգտագործելուց մի անգամից երբ որ սխում ես, ինձ փրփուրա դուրս գալիս, ու հենց Rituals-ից էլի ունեցել եմ սենց foaming shower gel, ու ամենասիրած լոգանքի գելերն են։ Վերջին բանը, չորրորդ բանը, այդ Sugar Body Polish, մարմնի սկրաբը, սենց ավելի մանր շաքարի հատիկներով իրա մեջ ու լավ յուղոտ, հենց այստեղ տենց էլ գրած է, լավ oily body scrub-ը, արդեն կարող ես ամեն ինչը միջից հանեմ, որովհետև մի անգամից արդեն
դնելու եմ օգտագործման համար։ 40 րոպեից աշխատանքս վերջացնում եմ ու առաջին բանը, որ անելու եմ, այդ գնում եմ պատվերս վերցնեմ, որովհետև հենց նոր ստացա նամակը, որ իմ SSC պատվերը արդեն հասել է ու պատրաստ է վերցնման համար, հենց որ անհամբեր սպասում եմ, ես 40 րոպեն արագ անցնի, ոչ թե ուղղակի որ աշխատանքս վերջացնեմ, այլ որ վերջապես կարողանամ տանից դուրս կամ գնամ վերցնեմ պատվերս, տենց ես ինչ որ բաներ չեմ պատվիրել, սովորական, basic, ամենօրյա իրեր են, բայց մեկը անհամբեր սպասում եմ։ Ու անգամ հիմա երևի չեմ էլ կարա հագնեմ, որովհետև ավելի շատ ամառային բաներ են։ Վերջին 3 ամսում ես օգտագործել եմ մենակ այս Dr. Althea-ի 345 Relief Cream-ը, դեմքի համար նախատեսված, ուրիշ ոչ մի բան, ու հիմնականում պատճառը երևի այն է, որ մի երկրից մյուսը տեղափոխվելու ժամանակ հնարավորություն չեմ ունեցել, որ շատ տարբեր կրեմներ ու խնամքի միջոցներ հետս վերցնեմ, ու հետո արդեն էլ ցանկություն չունեի գնումներ կատարելու, ու մի բան եկավ, որ հասկացա, որ այս մի կրեմն է, որ իմ համար ամեն ինչ անում ու ամեն իմ ուզած խնդիր լուծում է, Dr. Althea, ու ընդհանրապես Dr. Althea ֆիրման շատ եմ հավանում։ Էլ ինչ կարևոր բանով եմ ուզում կիսվել, որ մի քանի օր առաջ իմ առաջին D&D session-ն եմ վարել որպես Dungeon Master ու բոլորին շատ դուր է եկել, ես ինձնից շատ գոհ եմ, շատ հետաքրքիր է անցել ու բոլորը ասում էին ինչ զարմացած էին, թե ոնց եմ ես իմպրովիզացիա անում տեղում ու պատմությունը շարունակում ու ինքս էլ ինձանից շատ գոհ եմ, բայց ամեն անգամ, ամեն մի սեսիայից հետո, այսինքն մեր խաղից հետո անընդհատ նոր իդեաներ են գալիս իմ մտքում, որ կարամ ավելացնեմ պատմությանը ու ստացվում է նենց, որ ամեն մի խաղից հետո ես էլի ունեմ նույնքան իդեաներ, որ շարունակեմ հաջորդ սերիան, հաջորդ խաղը։ Շատ կուզեի, որ կարանայի օֆլայն ինչ-որ խմբակ գտնեի, D&D club գտնեի ու օֆլայն խաղայի, որովհետև իհարկե մեծ տարբերություն կա օնլայնի ու օֆլայնի, երբ որ իրոք այդ դեքսան զառը ձեռք տա ու այդ զառն ես գցում, այլ ոչ թե ուղղակի մի հատ կնոպկայի սխմում, ոնց որ ավելի մեծ ազդեցություն ունես դու թե ինչ թիվ կընկնի այդ զառի վրա, քան ուղղակի սխմել կոճակի վրա, այդ ուղղակի քլիկ տալ ու օնլայն ցույց տա քեզ ինչ-որ մի թիվ ռանդոմայզերով, իրականում ես ավելի շատ սիրում եմ օֆլայն խաղ, բայց ընդհանրապես կյանքիս մեջ ոչ մի անգամ օֆլայն չեմ խաղացել։ Չգիտեմ, Հայաստանում չեմ կարծում, որ հայտնի լինի D&D խաղալը, ես հիշում եմ, որ մի ժամանակ, երբ որ Հայաստանում էի փնտրում D&D club-էր, հիմնականում արտասահմանցիները, որ Հայաստան էին գալիս, իրենց բացած խմբակներն էր, որ հիմնականում ռուսերեն էին անցնում այդ D&D խաղերը, ու հիմնականում բոլոր խաղացողներն էլ արտասահմանցի էին ու ռուս, ովքեր ուղղակի տեղափոխվել էին Հայաստանում ապրելու, բայց ես իմ հույս ունեմ այս վերջին Stranger Things սերիալից մարդիկ մի քիչ ավելի պոպուլյար կդառնա D&D-ն ու մարդիկ ավելի շատ կխաղան։ D&D խաղից հետո, երբ որ ես վերջացնում եմ, իմ մոտ նենց տպավորություն է, ոնց որ ես կինո կամ սերիալ նայած լինեմ, այդ ամբողջ ընթացքում կամ գիրք կարդացած լինեմ։ Իրականում որպես Dungeon Master-ի դերը, որ ես եմ տանում այդ ամեն ինչը վարում, ինձ զգում եմ ոնց որ այդ աշխարհի աստված, ոնց ուզեմ, տենց կշարունակեմ ու ինչ ուզեմ, այդ էլ կանեմ այդ խաղի ընթացքում։ Նույն հաճույքն եմ ստանում D&D խաղ վարելուց, ինչ որ ստանում եմ, երբ որ գիրք եմ գրում, երբ որ ինչ որ պատմություն եմ գրում։ Всё, մենք կտեսնվենք արդեն դուրս գալուց, գնանք վերցնենք պատվերը։ Bye bye։ Այսինքն see you soon։ Ստեղից մինչև այդ խանութ, որտեղ գնալու եմ ինչ մի հատ խանութից վերցնելու տեխնիկայի խանութ է։ Ուղիղ 2 րոպե է, որ դաժե կարայի տնային շորերով դուրս գալ։
Okay, եկա հասա։ Ու փաստորեն հիմա փակ են ու ժամը 5-ից նոր բացվում են։ Դենց եմ ասում եկա հասա, ոնց որ ես իմ ինչքան եմ քայլել ուղիղ 2 րոպե ա տևել։ Դե լավ։ Սպասենք մինչև 5-ը։ Попытка номер 2 удалась։ Առաջին հարկում ինչ-որ մարդիկ էին կանգնած խոսում, դրա համար լիֆտով եմ բարձրանում երկրորդ հարկ։ Իտակ։ Առաջինը սովորական սև տոպա Monkey-ից ոչ մի յուրահատուկ բան։ Բոլոր ապրանքները 100% բամբակ պետք է լինեն։ Այս մեկը ու ինձ կարևոր էր, որ լինի երկար, չլինի crop top, շատ եմ սկսել սիրել, այսենց տիպի ձեռքերը, սրանք կոչվում են cap sleeves, որ վերջնական սենց չի իջնում, բայց սենց թեթև մի քիչ կանգնած է մնում։ Հաջորդը նորից տոպա, մի քանի հատ պատվիրել եմ ու այս շատ մեծ է ինձ թվում հագս լինելու, որովհետև նկարով ինքը պետք է լիներ լավ keep ու այս ինձ հետաքրքիր է ինչ ռազմեր են ուղարկել։ Նկարը դուրս եկել է Ace of Hearts, 100% բամբակ, կստացի։ Հաջորդը նորից սովորական տոպ սև գույնի ու էլի շատ մեծ ռազմերի, իսկ ես ավելի քիփ էի ուզում, լոլ ու վերջին բանը շալվարա, որ հեչ նման չի իմ պատվիրածին, Լիոնից շալվար եմ պատվիրել, ամառային, բայց գույնը ընդհանրապես սենց չէր։ Բեժ շալվարա, ինձ թվում էր, որ այսինց իրար հետ պետք է որ սազեն։ Հիմա այս տոպը շալվարի հետ համեմատած ոնց որ դեղին գույնի լինի։ Всё, այսքանն էին իմ պատվերները, այս ամբողջին միասին տվել եմ 40 եվրո մոտավորապես, ամեն ինչը զեղչով էր ու պլյուս 30% էլ զեղչ ունեի, ասում, հավելյալ զեղչով էլ պատվիրել եմ, բայց մենակ այս շալվարն էր, որ արժեր 37 եվրո առանց զեղչ։ That's all.